իմ շատ սիրելի բարեկամներ, ինչպես եք։ Այսօր իմ խոհանոցում հայկական ավանդական գաթա է լինելու, որի համար շատ ուրախ եմ։ Ես սիրում եմ, երբ որ պատրաստում եմ հայկական ուտեստներ։ Ավելի ուրախ եմ լինում, ավելի հավեսով եմ պատրաստում, ճիշտ է խոհանոցը իմ համար լավ ժամանց է, շատ եմ սիրում խոհանոցը, բայց երբ որ հայկական եմ պատրաստում, նամանավանդ օտար երկրում եմ, սիրում եմ, երբ որ բույրը հայրենիք է, այդպես եմ ես ասում, երբ որ հայկական ինչ-որ բան եմ պատրաստում, ասում են, ինչի բույր ունի, ասում եմ հայրենիքի բույր ունի, այսինքն հայկական է բուրում այս ուտեստը։ Սիրելիներս, պատրաստել եմ մաղադրիչները, ալյուրը, խրեցուցիչ, վանելին, օգտագործելու ենք մածուն կամ թթվասեր, իմ մոտ թթվասեր է, շաքարավազ, ձու, կարագ, ընկույզ և կրկին վանիլին, դե իհարկե սա միջուկի համար է, հիմա ես միջուկի համար մաղադրիչները կառանձնացնեմ և կսկսենք պատրաստել մնացածը, ուրեմն խմորի համար այստեղ ունեմ 750 գրամ ալյուր, բայց հետո հնարավոր է, որ էլի պահանջվի, այնպես որ սիրելիներս, խնդիր չկա, եթե պահանջվի դրա համար, հետո եթե էլի պահանջվի, ճիշտ է, խմորը բացելուց, գունդը բացելուց, հետո ալյուրի տեսակ է, ամեն ինչն է տարբեր է լինում, այնպես որ առայժմ 750 գրամ է։ Ավելացնում եմ միանգամից փխրեցուցիչը, 2 թեյի գթալ փխրեցուցիչը, կարող եք օգտագործել 1 թեյի գթալ սոդա և շաքարային վանիլինը։ Միանգամից այսպես ավելացնում եմ 4 բաղադրիչները, շաքարավազ չենք անելու խմորի մեջ։ Ավելացնում եմ 1 տուփ կարագ, 250 գրամ է 1 տուփ կարագ, սիրելիներս, ու իրեն հիմա այսպես աշխատեք մի քիչ փափուկ լինի, մի լավ տրորում ենք, այնքան ենք տրորում, որ ալյուրի հետ սիրուն մաղվի։ Այդ տեսեք, կարելի ասել, կարագը լավ, ինչպես ենք խորիզը պատրաստում, այդպես, լավ շաղախվել է։ Հիմա կարող ենք ավելացնել 2 բաժակ մածուն, սիրելիներս, բաժակը 250 գրամանոց բաժակ է։ Ավելացնում ենք թթվասերը կամ մածունը, եթե մածուն պետք է վերցնեք, լավ որակի մածուն վերցնեք, որպեսզի լավ ստացվի, ճիշտ է, լավ է ստացվելու, վատ մածուն չի լինում, բայց աշխատեք լավ թանձր յուղոտ, համեղ մածուն վերցրեք ու 2 հատ ձու ենք օգտագործում, ամբողջական ձու։ Ու նորից ես շարունակում եմ ձեռքերով հավաքել խմորը։ Ձուն ու թթվասերը մի լավ այսպես խառնում եմ ու հետո արդեն ալյուրի հետ։ Ես այս խմոր ունցելուց այնքան շատ եմ սիրում, անտիստրես է, միշտ էլ ասել եմ, լավ օգնում է։ Հիմա խմորը տեղափոխում եմ սեղանի վրա, որպեսզի ավելի հեշտ աշխատեն, ամանի մեջ այդքան էլ հեշտ չի։ Ու այսպես սիրուն հավաքում եմ։ Պետք է ստացվի փափուկ, ձեռքերին չկպնող խմոր։ Վերջ խմորս հավաքվեց, ալյուր չեմ ավելացնում, լավ հավաքվել է, հերիք է, բացելուց արդեն կավելացնեմ, սիրելիներս, թողնում ենք, որպեսզի հանգստանա մի 2 րոպե, հիմա երեսը կծածկե, այստեղը մի հատ կմաքրեմ ու կսկսենք պատրաստել միջուկը։ Քանի որ պատրաստելու ենք 2 գաթա, այսքան խմորով 2 գաթա ենք պատրաստելու, իհարկե դուք եք ընտրում, քանի գունդ եք անելու փոքր, մեծ գաթա եք ուզում, ինչպես որ ուզում եք, այդպես էլ կանեք։ Ես առատ ընկույզ եմ օգտագործելու, առանց բովելու։ Շատերը ասում են, բովում ենք, որպեսզի բույրերը ավելի լավը լինեն եւ այլն, ոչ, ես այսպես եմ սիրում, բնական, բայց լավ որակով ընկույզ։ Եթե ընկույզը լավ որակով է, համընկած չի,
խոնավեցած չի, ապա հենց իսկական ընկույզը պետք է այսպես լինի, միջուկն էլ պետք է պատրաստեք առանց բովելու։ Սիրելիներ, 400 գրամ ընկույզ ունեմ, լավ որակով սիրուն ընտրեք, այդ տեսեք, լավ որակով ընկույզը։ Հիմա պետք է ուղղակի մանրացնեմ եւ միջուկի մեջ օգտագործելու ենք շաքարավազ եւ վանիլին։ Ուրիշ ոչինչ։ Իհարկե, սպիտակուցել ենք ավելացնելու, դա հետո կասեմ ինչպես ենք անելու։ Եթե մեծ կտորներ լինեն, հետո հանեք, ոնց որ ես մի քիչ շատ լցրեցի, երկու անգամից պետք է մանրացնեի։ Ավելացնում ենք 300 գրամ շաքարավազ, շաքարավազի չափը դուք ընտրեք, եթե շատ քաղցր եք սիրում, կարող եք մի 100 գրամ էլ խմորի մեջ ավելացնել, ես այս տարբերակն եմ սիրում, խորիզը լավ քաղցր եմ անում, կամ էլ կարող եք մի ճաշի գթա մեղրել ավելացնել խորիզի մեջ, սա էլ է ըստ ցանկության կարող եք իմպրովիզներ անել, հիմա վանիլինն էլ կավելացնենք, էլի լավ կխառնենք։ Սիրելիներս, 2 ձվի սպիտակուց ենք ավելացնում։ Հենց անմիջապես դուք կարող եք առանձին անել։ Դեղնուցը պահելու ենք երեսին քսելու համար։ Ու էլի մի լավ խառնում ենք, իդեպ կարող եք սպիտակուց չավելացնել, ես ստիպված եմ ավելացնում, քանի որ երեսին քսելու համար մեզ դեղնուց է պետք, սպիտակուցը պետք է մնար սառնարանում, մի օր մի բան կպատրաստեի կամ չէի պատրաստի, միջուկին ավելացնում ենք, դենց վերջացնում ենք, այնպես որ եթե հանկարծ ունեք դեղնուցը կարող եք օգտագործել ու սպիտակուցը իզուտեղը ձուչ փչացնել, դուք ինչպես որ ուզում եք, այնպես որ պարտադիր պայման չէ։ Այսպիսի խորիզ է ստացվում, ոչ թաց, ոչ էլ չոր, քանի որ դες սպիտակուց ենք ավելացրել, իդեպ ձեռքերով էլ կարող եք շաղախել, որպեսզի ավելի հեշտ լինի, որ իմանաք ինչպես է բուրում, ընկույզ, վանիլին, ինչ հետաքրքիր բույր է դեռ հում վիճակում, դե խմորը արդեն հանգստացել է, հիմա կսկսենք արդեն պատրաստել գաթանի ամենասիրելի գործերից մեկն է։ Մի քիչ սենց ալորոտում ենք, ասեմ, որ ես 750 գրամ ալյուրն էլ ինձ հերիքեց խմորը պատրաստելու համար, դե 50 գրամ այս կոմենկոմ արդեն որոշեք, որովհետև տեսնում եք ես սենց օգտագործում եմ ու հաստատ դուք էլ եք օգտագործելու, դե աչքաչափով 2 մասի եմ բաժանում, այսպես սիրուն գունդ ենք անում, խորիզն էլ ենք 2 մասի բաժանելու ու պատրաստենք մեր սիրուն գաթաները համեղ, հոտավետ, հայկական համ ու հոտով։ Խմորը շատ մի բացեք, դրա կարիքը չկա։ Այնքան որ կարողանաք խորիզը գեղեցիկ տեղադրենք։ Իդեպ շատ ալյուր էլ չանեք, որպեսզի խմորը չծանրացնեք։ Հիմա սենց էլի աչքաչափով 2 մասի ենք բաժանում խորիզը։ Կարծում բավական է։ Անայդ այնպես նայեց խորիզին, երևի այստեղ ավելի շատ լցրեցի, քան մյուսում, չգիտեմ։ Կարևոր չի, միտեղ մի քիչ շատ, միտեղ մի քիչ, կարևոր չի, կարևորը համեղ է ստացվելու, միշտ էլ ասել եմ, չէ՞։ Այսպես մի թեթև հարթեցնում ենք ու կողքերից ինչպես ենք հավաքում գաթա, այսպես սիրուն։ Եզրերից հավաքում ենք, բերում ենք դեպի կենտրոն, այնպես ենք անում, որ կենտրոնում շատ խմոր չհավաքվի։ Այդ էլ է շատ կարևոր, որ մի մասում շատ խորիզ չլինի, մյուս մասում ընդհանրապես չլինի, հետո ուտելուց կռիվ են անելու, ում շատ խորիզ եղավ, ում ոչ, այսպես մի քիչ ալյուրով օգնեմ։ Ջեռոցի տապակը հիմա կպատրաստենք, որ շրջեմ անմիջապես հենց տապակի մեջ եմ շրջելու։
Այ հիմա պետք է կրկնակով բացենք, այսպես հաստ չենք թողնում։ Սիրուն հարթեցնում ենք։ Ես իհարկե գաթան որքան բարակ լինի, այնքան համեղ է լինում, չեմ սիրում են հաստ, խմորոտ գաթաները, որքան բարակ, այնքան կարծում եմ այսքանը բավական է, լավ, բարակ, սիրուն գաթա պատրաստեցինք։ Սիրելիներս, հիմա երեսին ինչ ենք քսելու։ Դեղնուցը, որ մնացել է, որ առանձնացրել է, մի փոքրիկ էլ կաթ։ Կարող եք ձեթ էլ ավելացնել փայլի համար, ես չեմ ավելացնում ձեթ, ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ ձեթը մի քիչ փոխում է համը հետո, դրա համար դուրս չի գալիս, այսպես նախշ եմ անում, դե թխելուց հետո եթե կերևա, կերևա, չի երևա, աստված իր հետ, այսպես ենք անում, դե գիտեք, խմորը, որ խրեցուցիչ ունի, սոդա ունի, ինքը ժամանակի ընթացքում թխվելուց ձևը փոխվում է, կարող է սիրուն ձևը չմնա, բայց դե հիմա որ կմնա, բախներս կբերի։ Տեղափոխում եմ, դնում ենք թավայի մեջ, այ հիմա արդեն երեսին կարող ենք ձուկ քսել։ Այ այսպես, աննշան, շատ քիչ կաթ եմ անում, խառնում եմ ձվի դեղնուցին, լավ խառնեք, որպեսզի կաթն ու դեղնուցը լավ խառնվեն իրար։ Ու հետո այսպես քսում ենք։ Պատարակաղով նախշերը չենք մոռանում, գիտեք չէ, սա պարտադիր է։ Կատակ չեմ անում, պարտադիր է։ Մի քանի հատ էլ կծակծկենք, ուղղակի օդը դուրս հանելու համար։ Սիրելիներ, ջեռոցը միացնում ենք 180 աստիճան, վերև ներքևը միացված, իմ օդափոխիչով է, եթե հնարավորություն կա առանց օդափոխիչի ենք թխում, մինչև գեղեցիկ ոսկեգույն դառնալը, սպիտակ չհանեք, թողեք, որ լավ գեղեցիկ կարմրաթուշիկ լինի գաթան, մոտավորապես 30 րոպե, 35 րոպե, կախված է իհարկե չափից, դրա համար հստակ ժամ չեմ ասում, կասեմ իմը որքան ժամանակում թխվեց։ Այս ինչ բույր է տարածվել մեր խոհանոցը, չեք էլ պատկերացնի, հրաշք գաթաներ են ստացել, սիրելիներս, անուշաբույր, դեղեցիկ, հոտավետ, դեր գոլոշ է բարձանում, տաք վիճակում են գաթաները, աշխատեք չկտրել տաք վիճակում, ձեզ խորհուրդ եմ տալիս, բայց իսկ կկտրեմ, միևնույնն է, որովհետև պետք է նկարեմ ու անցնեմ առաջ, սիրելիներս։ Դե ինչ, դուք էլ պատրաստեք անպայման, բոլորիս բարի զատիկ, երբ ուզում եք պատրաստեք, ուզում եք զատկին պատրաստեք, ուզում եք նոր տարվա ժամանակ պատրաստեք, ուզում եք սուրբ ծննդյան օրերին պատրաստեք, ուզում եք սովորական օրերին պատրաստեք, մեր հայկական ուտեստներն ու քաղցրեղենները, սիրելիներս, միշտ սպասված են մեր ընտանիքներում, ու թող ձեր երեխաները միշտ իմանան ու տարբերեն բոլոր համերը հայկական, իհարկե պետք է համտեսել բոլոր ուտեստները, այս աշխարհում ոչ մի ուտեստ վատ ուտեստ չկա, այնինչը ստեղծելու ուտելու համար պետք է ուտեք, որովհետև շատ երեխաներ ու շատ ընտանիքներ սոված են այս աշխարհում, այնպես որ չեն առանձնացնում, բայց միևնույնը մեր հայկականը ուրիշ է, օրինակ ես հիմա այս գաթան իմ աշխատողներին եմ հյուրասիրելու, իմ հարևաններին եմ հյուրասիրելու, ինձ միշտ ասում են, այսքան պատրաստում ես Ինչ եք անում այդքան ուտելիքը, նախ պատրաստում եմ ընտանիքիս անդամների համար, մենք ուտում ենք, եթե պետք է լինում, սարսափեցիկ էլ եմ դնում, բայց ես հյուրասիրում եմ մեր հարևաններին եւ ընկերներին, սիրելիներս։ Ես ուզում եմ, որպեսզի նրանք էլ ծանոթ լինեն մեր հայկական ուտեստներին։ Հիմա կկտրենք ու կտեսնենք ինչպիսի համոհոտ ունի։
դիմանաս այսպիսի համեղ գաթաները, տեսեք, հրաշք է ստացել սիրելիներս, ընտիր գաթա, դեռ տաք վիճակում է, դե ոնց է որում չեք պատկերացնում, ուղղակի հրաշք է սիրելիներս, փայլուն, շողշողուն, փափուկ, ընտիր, մի խոսքով, ես չգովա, դուք պատրաստեք, որպեսզի իմանաք իրականում համեղ է ստացվել, թե ոչ, որովհետև ես ձեզ կարող եմ ասել համեղ է, կարող եմ ասել շատ լավ է ստացվել։ Իհարկե դուք տեսնում եք այն ամենը, ես ինչ պատրաստում եմ, հիմնականում ոչ մի մոնտաժ չի լինում, ինչ նկարում ենք, նայել ցույց ենք տալիս սիրելիներս։ Ես սիրում եմ այսպես անմիջական, լավ է ստացել, վատ է ստացել, գույնը ինչպես է, ինչպես չի, տնական հավեսով բաղադրատոմսեր ենք պատրաստում։ Դե ինձ սիրելիներս, ես հիմա կհամտեսեմ, կասեմ համը ինչպիսին է։ Անահիտն էլ անհամբեր սպասում իր սիրած գաթան եմ պատրաստել, երեխան շատ է սիրում։ Կհամտեսեմ, կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին։ Սիրելիներս, որ առիթին էլ որ պատրաստեք, շնորհավորում եմ բոլորին։ Լինի ծննդյան օր, լինի նոր տարի, լինի սուրբ զատիկ կամ սուրբ ծնունդ։ Թող իմ հայացքը միշտ ուրախ լինի։ Մի բան եմ մոռացել, աղ չեմ լցրել, դուք անպայման աղ կանեք։ Շատ համեղ է։